Սիրելի եկեղեցի, ինչպես գիտեք, մենք սկսել ենք մի քարոզաշարք, առակների քարոզաշարքը եւ առակներն ենք քարոզում եւ բացահայտում ենք Աստծո արքայության այն հայտնությունները, որոնք Հիսուս Քրիստոսը մեզ ավանդեց իր խորիմաստ առակների միջոցով եւ կարևոր է ամեն մեկիս համար սիրելիներ գիտակցենք, որ առակները Հիսուսի ծառայության մեջ, Հիսուսի ուսմունքի մեջ փոքր մաս չեն կազմում։ Եթե վերցնենք միայն համատես ավետարանները կամ սինոպտիկ, ինչպես ասում են ավետարանները, առակները կազմում են Հիսուսի ուսմունքի 35%-ը, այսինքն 1/3 մասը։ Եվ այս առակները պարզապես պատմություններ չեն, այլ ոսպնյակներ են, որոնց օգնությամբ մենք կարողանում ենք տեսնել, ձևավորել եւ հասկանալ երկնային ճշմարտությունները։ Մինչև այժմ մենք լսեցինք արքայության երկու առակներ, եթե կհիշեք։ Առաջինը Սերմնացանի առակն էր, որը մեզ սովորեցրեց, որ արքայությունը նախ եւ առաջ խոսքի արքայություն է, որտեղ ամեն ինչ կախված է մեր սրտի հողից եւ կախված է մեր լսելու պատրաստակամությունից։ Հետո մենք անցյալ կիրակի խոսեցինք որոմի առակի մասին, որը մեզ նաև ինչ-որ ձևով օգնեց, որպեսզի հասկանանք համբերության դասը եւ տեսանք, թե ինչպես բարին եւ չարը կողք կողքի աճում են եւ սա է մեր կյանքի իրականությունը եւ մինչեւ վերջին հունձքը պիտի աճեն միասին եւ Աստված է դատավորը եւ Աստված է որոշում հունձքի ժամանակը։ Եվ այս չարության, այս իրականության մեջ մենք որպես հոգևոր մարդիկ պետք է կարողանանք վստահել Աստծո բարությանը։ Այսօր սիրելիներ, մենք կլսենք մի առակ, որը արքայությունը նմանեցնում է մի փոքրիկ սերմի։ Եվ սա թերևս ամենազարմանալի առակն է իր պարադոքս ձևով։ Եվ այդ առակը հայտնի է որպես մանանեխի հատիկը։ Այս առակը հանդիպում ենք 3 ավետարանների մեջ՝ Մատթեոսի, Մարկոսի եւ Ղուկասի մեջ։ Ի տարբերություն առաջին երկու առակների, այս առակը Հիսուսը չի մեկնաբանում։ Եթե Սերմնացանի առակը Հիսուսը հետո մեկնությունը տալիս է, ասում է սա է մեկնությունը, որոմի առակը նույնպես աշակերտները չհասկացան, եկան ասին բացատրի մեզ այս առակը, եւ Հիսուսը բացատրեց, այս առակը Հիսուսը թողնում է մեր հայացողության տակ եւ հրավիրում է մեզ, որպեսզի մենք դառնանք ճշմարտության այս բացահայտման մասնակիցը։ Եկեք լսենք Աստծո խոսքը, ոտնկայս իրար հետ կարդանք Աստծո խոսքը։ Այսօրվա Աստծո խոսքը մեզ է գալիս Մատթեոս ավետարանից 13-րդ գլխից 31 եւ 32 համարներն են։ Նրանց մի առակ եւս պատմեց ու ասաց. երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց եւ իր արտի մեջ ցանեց։ Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում եւ ծառ է դառնում։ Այնպես, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում։ Եկեք աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվում ենք քո մեծությանը առջև Տեր եւ խոնարհվելով կխնդրենք, որ դու մեզ առաջնորդես քո խոսքի միջոցով եւ օգնես, որպեսզի կարողանանք քո խոսքը հասկանանք, սիրելի Հայր, եւ քո խոսքով առաջնորդվենք մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Կարող ենք նստել։ Սիրելի եկեղեցի, այս առակի մեջ ներկայացված սերմի աճը հասկանալու համար եկեք մի պահ պատկերացնենք մանանեխի հատիկի բնութագիրը։ Կենսաբանորեն այն ունի 1 միլիմետր տրամագագից։ Պատկերացրեք ինչքան փոքր է։ Այն աննշան փոքր սերմերից է, որ Աստված աճեցնում է եւ հասցնում է մի մեծ բույսի, որը հասնում է մինչև 8-ից 12 ոտնաչափ կանգուն մեծանում է, այսինքն եթե մետրով ասենք 3-ից 4 մետր բարձրանում է։
Դրա փայտը բավարար է, որպեսզի խրճիթի ամբողջ տանիքը ծածկեն։ Եվ դրա տերևները այնքան խիտ են, այնքան լայն են, որ երկնքի թռչունները կարողանում են հեշտությամբ իրենց համար բույն գտնել, բույն դնել եւ այնտեղ իրենց հանգիստը գտնել։ Մանանեխի այս հատիկը հին աշխարհում այդ փոքրության բացարձակ խորհրդանիշն էր։ Եվ հենց այդ չնչին չափն է, որ Հիսուսն օգտագործում է պատասխանելու իր ժամանակի գտնվող այն կասկածներին, թե ինչպես կարող է նրա փոքրիկ խումբը, ինչպես կարող է այդ փոքրիկ խումբը լինել խոստացված հզոր արքայությունը, ինչպես կարող է այս թափառաշրջիկ ուսուցիչը եւ նրա ձկնորս աշակերտները այդ փոքրիկ խումբը լինել Աստծո խոստացված հզոր արքայությունը։ Երբ Հիսուսը այս առակը պատմում էր, պատկերացրեք լսարանին։ Ովքեր էին լսում իրեն։ Աշակերտներն էին, հրեաներն էին եւ այդ մարդիկ սպասում էին, որ արքայությունը պիտի գա աղմուկով, արքայությունը պիտի գա ռազմական հզորությամբ, պիտի տապալի աշխարհի կայսրությունները եւ պիտի վերականգնի Իսրայելի երբեմնի փառքը, վաղեմի փառքը։ Բայց դրա փոխարեն Հիսուսը նրանց ուշադրությունն է հրավիրում մի աննշան փոքրիկ հատիկի վրա, որը հին աշխարհում, ինչպես նշեցինք, ամենափոքրն էր բոլոր սերմերի մեջ։ Եվ այս պատկերը մեզ սովորեցնում է, սիրելիներ, մի կարևոր ճշմարտություն։ Աստծո արքայությունը չի սահմանափակվում միայն վերջնական փառքով, այն իր մեջ ներառում է աճի ու ձևավորման ողջ ճանապարհը։ Սկսած ամենաաննշան փոքրից, սկզբնավորումից, փոքր հատիկից մինչև վերջ, եւ մանանեխի հատիկի մեջ արդեն թաքնված է ներքին եւ անբաժանելի այս միասնությունը, որտեղ վերջնական հաղթանակը հենց ներկա է այդ փոքրի մեջ, սկզբի մեջ։ Այն, ինչ մարդկային տեսանկյունից անարժեք է թվում, Աստծո զորությամբ անխուսափելիորեն վերացվելու տիեզերական ապաստանի, բոլոր ազգերի եւ ժողովուրդների համար։ Այդ փոքրիկ մանանեխը իր մեջ թաքցնում է այն հզոր ներուժը, որ պիտի փոխեր մարդկության պատմության ողջ ընթացքը, ապացուցելով, որ Աստծո սկսած փոքրիկ գործը արդեն իր մեջ կրում է ապագա հաղթանակի ողջ երաշխիքը։ Եվ այդ հաղթանակը մենք տեսնում ենք Քրիստոսի ծառայության մեջ։ Եվ որ Քրիստոսը իր խոսքի զորությամբ, իր կատարած հրաշքների միջոցով, բժշկություններով ցույց է տալիս, որ արքայությունը արդեն իսկ սկսել է եւ արդարությունը արդեն իսկ գործում է։ Աստծո արքայությունը ընթացքի մեջ է։ Նա անկասելի է, անպարտ է եւ անխուսափելի է։ Եվ եթե 3 ավետարանների մեջ այս առակը նայենք, փոքրիկ տարբերություններ կա։ Միտեղ ասում է ծառ, միտեղ ասում է թուփ, իրականության մեջ թուփ է, որ մեծանում է եւ ահռելի չափերի է դառնում, որ բույս, մեծ ահռելի բույս է դառնում եւ իր մեծությամբ ծառի է նմանվում։ Միտեղ ասում է, որ արտի մեջ ցանվեց, մյուս տեղ ասում է, որ պարտեզի մեջ ցանվեց։ Եվ հետաքրքիր է, Ղուկասի ավետարանում ասվում է, որ այս մարդը մանանեխի հատիկը ցանում է պարտեզում եւ ոչ թե դաշտում։ Հիմա դուք հարց կտաք, կասեք, ինչ տարբերություն կա պարտեզում թե դաշտում։ Առաջին հայացքից սա սովորական մանրուք է, դաշտում ցանեց թե պարտեզում ցանեց։ Բայց հրեայի համար, լսողի համար սա շատ կարևոր է։ Հրեական օրենքի համաձայն պարտեզում անօրինական էր մանանեխը ցանելը, որովհետև այն արագ տարածվող բույս էր համարվում եւ խառնվում էր մյուս բույսերի հետ եւ խախտում էր մաքրության կարգը։ Այն մոլախոտի նման արագ տարածվում էր եւ դրա առջևը չէին կարողանում մարդիկ առնել։
Այսինքն Հիսուսի խոսքը հենց սկզբից մարտահրավեր էր։ Մարտահրավեր էր բոլոր այն սպասելիքների, որ մարդիկ սպասում էին։ Նա ցույց է տալիս, որ Աստծո արքայությունը չի սահմանափակվում մարդկային կանոններով ու սահմանված մաքրության չափանիշներով։ Աստծո արքայությունը գալիս է անսպասելի ձևով։ Ներխուժում է այնտեղ, որտեղ մենք նույնիսկ չենք էլ սպասում։ Եթե նայենք Հիսուսի կյանքը, Հիսուսը շփվում էր մեղավորների հետ, մաքսավորների հետ, մերժվածների հետ եւ խախտում էր այն ժամանակվա կարծես կրոնական այդ մաքրության օրենքները։ Եվ այդպես էլ արքայությունը աճում է այն վայրերում, որտեղ հաճախ մենք չենք սպասում կամ համարում ենք անմաքուր։ Մենք հաճախ սովոր ենք արքայությունը տեսնել եկեղեցու մեջ, եկեղեցու պատերի ներսում։ Այո, եկեղեցին արքայության վառ դրսևորումն է։ Այստեղ մենք հավաքվում ենք եկեղեցում, փառաբանում ենք, երգում ենք, աղոթում ենք, մկրտվում ենք, հաղորդություն ենք ընդունում, բայց եթե մենք սահմանափակենք արքայությունը միայն այս տարածքով, մենք շատ բան բաց թողած կլինենք, սիրելիներ։ Աստծո արքայությունը չի սահմանափակվում քարե պատերով կամ ծիսական արարողություններով։ Այն գալիս է այնտեղ, որտեղ ամենակիչն ենք սպասում։ Միգուցե փողոցներում, մերժվածների մոտ, հիվանդանոցներում եւ ամենտեղ։ Այո, եկեղեցին կանչված է, որպեսզի տարածի արքայությունը, բայց կանչված չէ սահմանափակելու արքայությունը։ Եվ եթե մենք փակենք մեր աչքերը, մենք կկորցնենք ամենամեծ պատկերը եւ կկորցնենք այն գործը, որ Աստված անում է եկեղեցու սահմաններից դուրս։ Արքայությունը գալիս է այնտեղ, որտեղ կա ցավ, որտեղ կա դժվարություն, որտեղ կա հույսի պակաս, որտեղ իր կարիքը կա։ Եվ մենք մեր կոչումն է որպես եկեղեցու անդամներ լինենք այդ արքայության վկաները մեր համայնքում, մեր ընտանիքներում եւ մեր աշխատանքի վայրերում, որտեղ էլ որ լինենք։ Այս առակի կարևորագույն դասերից մեկը այն է, որ այդ փոքրիկ սերմը կամ ծառը, որ նույնիսկ ասում են, այս նույն իրականության մասնիկներն են, այսինքն սրանք անխուսափելի են իրար հետ, փոքրից սկսած մինչև վերջ, սա մի ընթացք է, պատմության մի ընթացք է։ Եվ այդ հզոր ծառը եւ այդ փոքրիկ սերմը իրարից անջատ չեն։ Եվ Հիսուսի ներկայից ծառայությունը եւ գալիք ապագա փառքը իրար հետ կապված են եւ նույն ճանապարհի տարբեր փուլերն են։ Եվ նույնիսկ եթե արքայությունը թաքնված է, բայց նա իր մեջ կրում է ողջ հաղթանակի այդ ներուժը։ Մանանեխի այս առակը մեզ սովորեցնում է եւս մեկ կարևոր ճշմարտություն, որ Աստծո արքայությունը ինչ որ համակարգ չէ, այն գործընթաց է սկզբից մինչև վերջ, ինչպես ասեցինք։ Հիսուսը հստակեցնում է, որ նրա գործունեությունը արդեն սկսել է։ Մանանեխի այդ փոքրիկ հատիկի նման սկսել է, ներկա է, սակայն միևնույն ժամանակ մենք ինչ ենք աղոթում Հայր մերում, ասում ենք թող քո արքայությունը գա։ Արքայությունը սկսել է, բայց վերջնական լրումին, վերջնականի ամբողջականին չի հասել։ Արքայության ընթացքը շարունակվում է եւ մենք ապրում ենք այս ժամանակների միջև, այն հատվածում, որտեղ սերմը ծլել է, որտեղ սերմը առաջ է գնում, բայց ճյուղերը դեռևս տարածվում են եւ եկեղեցին այդ գործում իր ուրույն դերն ունի։ Եթե Հիսուսը այդ առաքելությունը, Հիսուսի առաքելությունն էր արքայությունը բերելը, ցանելը մարդկության պատմության մեջ, ապա եկեղեցու առաքելությունը այդ ներկայությունը, այդ արքայությունը վկայելն ու ընդլայնելն է։ Եկեղեցին ինքնին արքայությունը չէ, սիրելիներ, բայց եկեղեցին Աստծո արքայության ծառան է, Աստծո արքայության վկան ու տարածողն է։ Մենք չենք ստեղծում արքայությունը մեր ուժերով, բայց մենք կանչված ենք լինելու անվայրը, որտեղ մարդիկ կտեսնեն իրական արքայության գործունեությունը
Եկեղեցին կանչված է ցույց տալու Աստծո արքայությունը, ցույց տալու Աստծո սերը, Աստծո ներումը, Աստծո արդարությունը։ Եվ այստեղ հարկ եմ համարում, որ ամեն մեկս մեզ հարց տանք։ Մենք այդ առաքելության մեջ ինչ ենք անում։ Արդյոք մենք այդ առաքելության մասնակիցն ենք մեր կյանքով, թե ոչ։ Ամեն մեկը այդ հարցին պատասխանեք։ Եվ սիրելիներ, երբեք մի գնահատեք, մեկ թերագնահատի ձեր հավատքի փոքրիկ քայլերը, եկեղեցում կատարվող համեստ փոքրիկ ծառայությունները, այնինչ Աստված ցանել է, անպայման պիտի աճի։ Աստծո ցանածը անպայման պիտի աճի, որովհետև հոգացողը Աստված է։ Երբեմն մենք հուսահատվում ենք եւ մեր աղոթքները անպատասխան են մնում։ Երբեմն հուսահատվում ենք, ասում ենք մեր արածը փոքր է, ոչ ոք չի տեսնում, բայց այս մանանեխի հատիկը մեզ սովորեցնում է համբերության եւ վստահության։ Եվ այս փոքրիկ հատիկը հետագայում պիտի դառնա մեծ բույս, պիտի դառնա մեծ ծառ։ Եվ մենք տեսնում ենք այդ փոքրիկ սերմի հաղթանակը այսօր։ Քրիստոսի արքայությունը, սիրելիներ, տարածվում է բոլոր ազգերում, տարածվում է աշխարհի բոլոր ծագերում եւ դառնում է ապաստան բոլոր ազգերի համար։ Եվ վստահ ենք, որ դրա վերջը ավելի զարմանալի պիտի լինի, քան մենք այսօր տեսնում ենք։ Կուզեմ պատկերացնեք սկիզբը, այդ փոքրիկ ծառայությունը, որ Հիսուսը սկսեց, կարծես ինչպես պիտի լիներ այս ծառայությունը, չէ որ հզոր սպասելիքներ ունեին, բայց փոքրիկ այդ ծառայությունը եւ գալիս է վերջնական փառքը։ Սա մի գործընթաց է, սա ընթացք է, որ շարունակվում է եւ մենք ինչպես նշեցինք, ապրում ենք այդ ժամանակների մեջ։ Եվ հետաքրքիր է այս մանանեխի հատիկի առակի ավարտը, հետաքրքիր է եւ զարմանալի է։ Այն փոքրիկ սերմը աճում է եւ վերածվում մի հսկայական բույսի, որտեղ երկնքի թռչունները գալիս են այնտեղ հանգստանալու։ Սա այս պատկերը սոսկ նկարագրություն չէ բնության, այն խորհրդանշում է Աստծո արքայության տիեզերական եւ համընդհանուր ընդգրկումը։ Այստեղ թռչունները ներկայացված են ոչ թե կենդանիներ, ոչ թե լոկ թռչուններ, այլ ներկայացված են աշխարհի բոլոր ազգերն ու ժողովուրդները, սիրելիներ, ովքեր փնտրում են հոգևոր ապաստան, ովքեր փնտրում են պաշտպանություն եւ Աստծո արքայության մեջ են գտնում իրենց պաշտպանությունը եւ իրենց ապաստանը։ Այսպիսով արքայությունը փակ կամ սահմանափակ մի խմբի սեփականություն չէ, սիրելիներ, այն բաց է բոլոր ազգերի համար, միայն հրեաներին չի պատկանում, այլ պատկանում է բոլոր ազգերին, եւ սա մեծապես քաջալերում է ամեն մեկից, որովհետեւ մենք կանչված ենք լինելու այդ թռչունները, որոնք հանգիստ պիտի գտնեն Աստծո արքայության մեջ, ոչ միայն կանչված ենք լինելու թռչուններ, այլ նաև կանչված ենք լինելու ճյուղեր, որոնք իրենց ծառայությունով հանգիստ են բերում, հանգստի են տանում իրենց կողքի գտնվող մարդկանց, ովքեր իրենց ծառայություններով մարդկանց առաջնորդում են դեպի Աստծո խաղաղությունը, ովքեր իրենց ծառայությունով առաջնորդում են դեպի Աստծո ներկայությունը։ Եվ մենք մեր ծառայությունների միջոցով պիտի դառնանք այն ստվերը, որտեղ մարդիկ կարող են հոգնած եւ բեռնավորված գալ եւ վայելեն Աստծո ներողամտությունը, զգան Աստծո շունչը իրենց կյանքերի մեջ։ Եթե հայացք նետենք դեպի 5 կտակարան, սիրելիներ, ծառերը միշտ խորհրդանշում են հզոր թագավորություններ։ Օրինակ Եզեկիելի մեջ Աստված խոստանում է տնկել մի վեհաշուկ մայրի, որի ճյուղերի տակ կբնակվեն ամեն տեսակի թռչուններ։ Դանիելը այսօր կարդացինք, կուզեմ մի անգամ էլ կարդանք 4 գլուխ 10-ից 12 համարներ, նայեք ինչ է ասում։ Անկողնուց մեջ իմ գլխի տեսիլքներում տեսնում էի ահա մի ծառ երկրի մեջտեղում եւ նա շատ բարձր էր։ Այն ծառը մեծացավ ու զորացավ։
Նրա բարձրությունը հասավ մինչև երկինք եւ նա տեսնվում էր երկրի բոլոր ծայրերից։ Նրա տերևները գեղեցիկ էին, նրա պտուղները առատ ու նրա վրա ուտելիք կար բոլորի համար։ Նրա տակ դաշտի գազանները հովանի էին գտնում, նրա ճյուղերի վրա էին բնակվում երկնքի թռչունները եւ նրանից էր կերակրվում ամեն մի մարմին։ Այս ծառը ապաստան էր դառնում բոլոր ազգերի համար եւ մարդիկ այնտեղ կերակուր էին գտնում։ Եվ Հիսուսի ժամանակ սիրելիներ, մարդիկ սպասում էին, որ արքայությունը կլինի հենց այդպիսի վեհաշուկ ծառ, անսասան ինչպես Լիբանանի մայրին։ Բայց պատկերացրեք Հիսուսն ինչ է ասում։ Եվ Հիսուսը այստեղ կատարում է հանճարեղ գրական եւ կարելի է ասել աստվածաբանական քայլ։ Նա ասում է ոչ, արքայությունը այդ Լիբանանի մայրու նման չէ, այդ հսկայականը չէ։ Սկզբնական շրջանում համենայն դեպս։ Նա ասում է, որ արքայությունը նման է մանանեխի հատիկի։ Հիսուսի ասածը նման է մի կատակերգության, սիրելիներ, որը դեմ է մարդկային հպարտությանը եւ աշխարհի զորությանը։ Այսպիսով Հիսուսը ցույց է տալիս, որ Աստծո արքայությունը չի հետապնդում ճնշող հզորություն կամ կայսերական փառք, որ կայսերական փառքը կլանում է ամեն ինչ, ոչնչացնում է, ջարդում է, փշրում է, բայց Քրիստոսի բերած արքայությունը իրական ապաստան է տալիս թույլին, հոգնածին եւ ճնշվածին։ Եվ Աստծո զորությունը, սիրելիներ, երևում է ուրիշներին ոչ թե հպատակեցնելու, ուրիշներին ծառայեցնելու, այլ Աստծո արքայությունը գալիս է ծառայելու ընկածին, մերժվածին, եւ սա է տարբերությունը։ Եթե կայսրությունը ոչնչացնում է, Աստծո արքայությունը կյանք է տալիս։ Եթե կայսրությունը քանդում է, Աստծո արքայությունը նորոգում է, եւ մենք կանչված ենք այդ արքայության մեջ ծառայելու եւ Աստծո անունը փառավորելու։ Սիրելիներ, Աստծո արքայությունը չեն կարող չափել հզորության չափանիշներով։ Եվ մենք գիտենք, որ այդ համեստ մանանեխի թուփը իրական ստվեր է տալիս նրանց, ովքեր հանգիստ են գտնում այդ ծառի մեջ, այդ արքայության մեջ։ Եվ այս փոքրիկ սերմի, այս պարադոքսալ հաղթանակը մենք կարող ենք տեսնել, կարող ենք հասկանալ եւ որ տեսնենք Քրիստոսին խաչի վրա, որտեղ աշխարհին թվում էր, թե Հիսուսը պարտվեց, իրականում այնտեղ սկսվեց ամենամեծ հաղթանակը, որ փրկություն բերեց համայն մարդկությանը։ Եթե Քրիստոսի խաչը մարդկանց համար կորուստ էր, ապա հավատացյալների համար զորություն եւ փրկություն է։ Սիրելիներ, եթե պիտի ամփոփենք, պիտի ասենք, որ արքայության վերջնական հաղթանակը թաքնված է այդ փոքր մանանեխի հատիկի մեջ, սկզբի մեջ։ Այնինչ սկսվել է Հիսուսի խոնարհ ծառայությամբ, արդեն իր մեջ կրում էր տիեզերական այդ հաղթանակի ողջ ուժը։ Ուստի, սիրելի եկեղեցի, մենք ինչ պիտի անենք։ Մենք որպես եկեղեցի լսեցինք պատգամը, ինչ պիտի անենք։ Ես մի քանի գործնական քայլեր պիտի ասեմ։ Մի արհամարեք փոքր բաները ձեր կյանքերում։ Ձեր փոքրիկ աղոթքը, աննշան թվացող բարի գործը, ձեր ամեն մի լուման, եկեղեցում բերած համեստ ծառայությունը։ Հիշեք, որ արքայությունը ներխուժում է մեր կյանքերում հենց այնտեղ, որտեղ մենք չենք սպասում։ Մեր առօրյայի մեջ, երբեմն անտեսված եւ մոռացված անկյուններում, վայրերում, որտեղ միգուցե աշխարհը չի գնահատում, բայց Աստծո արքայությունը կարող է նոր հույսի դռներ բացել։ Մի անտեսեք այդ փոքրը։ Մանանեխի այդ փոքրիկ հատիկը մեզ սովորեցնում է, որ մարդկային ճիքերով, ջանքերով Աստծո արքայությունը չի ստեղծվում։ Աստծո արքայությունը արդեն գործընթաց է, կենդանի գործընթաց է եւ այն ընթացքի մեջ է։ Եթե թվում է դանդաղ է, եթե թվում է չկա, իմացեք, որ Աստծո գործընթաց, արքայության գործընթացը սկսված է եւ Աստված ինքն է ապահովում դրա ընթացքը։ Մենք որպես եկեղեցի հավատարմորեն
պիտի սպասենք վերջնական արդյունքին։ Այո, երբեմն դժվար է, որովհետև տեսնում ենք աշխարհում չարություն, տեսնում ենք դժվարություն եւ ասում ենք որտեղ է Աստծո արքայությունը, ընթացքի մեջ է, բայց իր վերջնական լրումին չի հասել։ Եվ սիրելի եկեղեցի, մենք կանչված ենք Աստծո անսահման այդ շնորհը ստանալ եւ ոչ միայն ստանալ, այլ այդ եկեղեցում լինել այդ շնորհի մասնակիցները։ Մենք կանչված ենք, ինչպես լսեցինք կամ ասեցինք, կանչված ենք լինել այն ճյուղերը, որտեղ հոգնած, բեռնավորված մարդիկ կարող են գալ եւ խաղաղություն եւ հանգստություն գտնել։ Ձեր ամեն մի խոսքը, ձեր ամեն մի փոքր ժպիտը կարող է հույս տալ այն մարդկանց, ովքեր հուսահատության եւ դժվարության մեջ են։ Ամփոփելով ասենք, որ եկեղեցու արքայությունը, եկեղեցին Աստծո արքայության տեսանելի վկան է։ Երբ մենք ներում ենք, երբ ծառայում ենք կարիքավորներին, մենք հռչակում ենք, որ մանանեխի ծառը արդեն աճում է եւ Աստծո հաղթանակը անկասելի է։ Եվ նրա առաջ չեն կարող առնել ոչ մի իշխանություն, ոչ մի մարդկային ուժ չի կարող խանգարել Աստծո արքայության ընթացքին։ Եվ սիրելիներ, թող մեր հավատքը այնպես լինի, որ մենք չվախենանք փոքրությունից, այլ մեր հավատքը հենվի Աստծո զորության վրա, որ նիզորու է ամենափոքր սերմից աճեցնել հավիտենականության հզոր ծառը։ Թող Աստված օրհնի մեզ եւ զորացնի ամեն մեկիս հավատքը։